2026-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Նրա պաշտոնավարման 8 տարվա ընթացքում սա խորհրդարանական առաջին հերթական ընտրությունն է։ Փաշինյանը առաջին անգամ վարչապետ ընտրվեց 2018-ին, Թավշյա հեղափոխությունից հետո։ Կարելի է ընդհանրել, որ ձեզ ինչ-որ մեկը արգելել է արվել։ Լրագրող Նիկոլ Փաշինյանը քաղաքականություն մտավ 2007-ին։ Եվ ուրեմն ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը։ Փաշինյանի 2008-ի նախագահական ընտրություններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ էր։ 2008-ի մարտի 1-ից հետո 1 տարի 4 ամիս անցկացրեց ընդհատակում։ 2010-ին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ 2008-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով շուրջ 2 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեց համաներմամբ։ Փաշինյանը 2012-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր ընտրվեց Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի ցուցակով, հետո առանձնացավ առաջին նախագահի խմբակցությունից, 2013-ին հիմնադրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այսօր ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի մի կուսակցություն, որ մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում եւ հավակնում է տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեին արժանանալով եւ ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը։ Փաշինյանը հաճախ էր հանդես գալիս սուր քննադատողական կեցվածքով, հաճախ էր լինում կոնֆլիկտների կիզակետում։ Անուն ազգանունը գրելու քննություն, որ հանձնեն, բավարար չեն ստանա։ Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհների։ Այդ տատիկ պապիկների մասին, որ այդքան մտածող լնեիք, այդ 25 տարի այդ տատիկ պապիկներին չեք թալանի բոլորը միլիոնատերեր դառնային։ Մենք պատրաստվում ենք հաղթել, չկա տենց սցենար, որը կարողանա կասեցնել մեր հաղթանը։ Փաշինյանը իշխանության եկավ 2018-ին, Թավշյա հեղափոխությունից հետո։ Հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման փաստացի 3-րդ ժամկետի։ 2018-ի մայիսի 8-ին ազգային ժողովը հանրապետական մեծամասնությամբ, դաշնակցության եւ Բարգավաճ Հայաստանի աջակցությամբ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման երդվում եմ։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիները լինելու էին ցնցումներով ու արհավիրքներով լի։ Civilnet-ն առանձնացրել է անցած 8 տարիների առանցքային դրվագները։ Փաշինյանը որպես վարչապետ առաջին այցը կատարեց Արցախ ընտրվելու հաջորդ օրը մայիսի 9-ին հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը Արցախի ղեկավարությունը։ 2019-ի օգոստոսի 6-ին Ստեփանակերտի հրապարակում հանրահավաքին Փաշինյանն արեց Արցախի մասին իր թերևս ամենահայտնի հայտարարությունը, որը մեծապես խաթարեց բանակցային գործընթացը։ Որովհետև Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որոնք առնվազն մենք դա սկսեցինք։ Մյունխենյան սկզբունք։ Որոնք ես պայմանականորեն անվանում եմ Մյունխենյան սկզբունք։ Եվ թող մեզ ոչ մեկ չասի, հա, այդ ինչ եք բանակցում, ինչ որ պետք է այնել բանակցում ենք։ 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ Տավուշում հուլիսյան մարտերին հայկական կողմը դիրքային առաջխաղացում ունեցավ։ Հայաստանը ունեցավ 4, Ադրբեջանը 12 զոհ։ Սարդարապատում հանդիսավոր արարողություն կազմակերպվեց։ 16-ին ծառայող պարգևատրվեց մարտական խաչ առաջին աստիճանի, 55-ին ծառայող մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով։ Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը, ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական
մոտեցումներ։ 2020-ի օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ Փաշինյանը ուղերձ ցղեց, հայտարարելով, որ մեր պարտքն է հիշել այն, գիտակցել եւ պահպանել նրա խորհուրդը, հարուցելով Թուրքիայի ցասումը, որը արդեն իսկ զորավարժություններ էր սկսել Ադրբեջանում։ Սևրից եւ հուլիսյան մարտական հաջողություններից խոսող Փաշինյանը 2020-ի գարնանը մերժել էր ԵՀԿ Մինսկի խմբի նախագահների Ղարաբաղյան կարգավորման ներկայացրած առաջարկը, որը հայտնի է որպես Լավրովի պլան։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այս շատ կարևոր նշություն։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Եկեք պայմանավորվենք մի բան։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում։ Սա մի նոր սարդարապատ է եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ։ Այդ նպատակի անունն է հաղթանակ։ Ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն ժողովրդի, հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։ Ընդհուպ մինչև պատերազմի ավարտը ամենուր հնչում էր հաղթելու ենք կարգախոսը։ Ու մենք կհաղթենք, ու մենք անպայմանորեն կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, կորցրեց Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշի քաղաքը եւ այլ բնակավայրեր։ Հայկական կողմը Ադրբեջանին վերադարձրեց նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին հարակից 7 շրջանները, որոնցից մի քանիսն արդեն Ադրբեջանը գրավել էր։ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվեց հրադադար։ Պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր ու կոչեր եղան Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Փաշինյանն ի վերջո հրաժարական տվեց։ 2021-ի դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններում 54% քվեով որոշիչ հաղթանակ տարավ հիմնական մրցակից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժի նկատմամբ։ Նախընտրական կարևոր դրույթներից էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, անջատում հանուն փրկության սկզբունքով։ Уважаемые коллеги, мы сегодня провели 3 сессии переговоров. 44 օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Ղարաբաղի հարցով գլխավոր միջնորդը դարձել էր Ռուսաստանը։ Ռուսական հովանու ներքո խաղաղության հեռանկարն ու Պուտինի ազդեցությունը լրջորեն սասանվեցին 2022-ի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ պատերազմի սանձազերծումից հետո Ադրբեջանը, որը մինչև այդ արդեն հրադադարի խախտումներ էր անում Արցախում եւ Հայաստանի սահմաններին, ակտիվացրեց հարձակումները թե Արցախում, թե Հայաստանի դեմ։ 2022-ի մարտին Ադրբեջանը գրավեց Փարուղ գյուղի մոտակա բարձունքները։ Խաղաղապահներն ի վիճակի չեղան նրանց վերադարձնել նոյեմբերի 9-ից։ Միջև երբ կարող է իջնել այդ նշաձողը, որն է վերջին կետը։ Ես ասեմ։ Մեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է ամենաբարձր դիրքում, միշտ։ Մենք պետք է մի բան հասկանանք, որ երբ որ նշաձողը ամենաբարձր կետում է, այդ նշաձողի հետ միակ բանը, որ կարա տեղի ունենա, իջեցումն է, որովհետև էլ բարձրացնելու տեղ չկա։ Նույն տարվա սեպտեմբերին եղավ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ամենամեծ հարձակումը 2020-ի պատերազմից ի վեր։ Հայկական կողմը տվեց 230-ից ավելի զոհ, բռնազավթվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքներ։ Членство Армении в ОДКБ не сдержало Азербайджан от агрессивных действий и тем более Երևանն ակնկալում է Ռուսաստանի եւ նրա ղեկավարած հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքը եւ քաղաքական գնահատականը չստացավ։ Ավելի ուշ սառեցրեց անդամակցությունը հապկում։ огромный урон имиджу ОДКБ հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար եւ Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար։ Փաշինյանը որոշեց Ադրբեջանի հետ հարցերը լուծել Եվրոպայի միջնորդությամբ։
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, վկայակոչելով իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Մենք ոչ մի նպատակ չունենք, ոչ մի հային սպանելու։ Մեր նպատակը եւ մեր պահանջները ուրիշ պահանջներ են։ 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շուրջ 120,000 բնակիչ հայտնվեց շրջափակման մեջ, առաջացավ հումանիտար ճգնաժամ։ Շրջափակումը տևեց ավելի քան 9 ամիս։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ, ինչը հանգեցրեց երկրամասի ամբողջական հայաթափման։ 100,000-ից ավելի արցախցի տեղահանվեց, ռազմաքաղաքական ղեկավարությունը կալանավորվեց եւ տարվեց Բաքու։ 2023-ից հետո Փաշինյանի կառավարությունը արմատապես փոխեց Արցախի մասին խոսույթը, որը ընկած էր Հայաստանի անկախության հիմքում։ Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության անկախության կորուստն է փրկվել եւ եթե ուզում եք իմանալ Հայաստանի Հանրապետության իրական անկախության, որ սեպտեմբերի 19-ն է եղել։ Ինչպես ցույց տվեց հետագա ընթացքը, այս մոտեցումը դառնալու էր քաղաքականություն, արցախցիների մեղադրեցին անգամ չկռվելու եւ փախչելու մեջ։ Պետք է կռվել։ Պետք է կռվել։ Բայց արդեն մորթվում էին մարդիկ։ Պետք է կռվել, պետք է կռվել։ Մորթվում էին արդեն։ Պետք է կռվել։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տե։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ղարաբաղով թարանել եք։ Եվ ես ասում եմ այն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում վիդեոն, դուք փախած լակոտներ եք։ Հանեք ձեր մասկեթը, հանեք ձեր մասկեթը, այս տահակներ։ Արցախի տեղահանությունից 2 ամիս անց Երևանի Հանրապետության հրապարակում եղավ աննախադեպ այս հրավառությունը։ 2024-26 թվականներին Արցախի, ինչպես նաև արցախցիների վերադարձի հարցը դուրս մղվեց Հայաստանի արտաքին քաղաքականությունից։ Փաշինյանը սկսեց խոսել Լեռնային Ղարաբաղի հարցի սկզբնական ձևակերպման սխալի մասին։ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը երբեք ոչ մի վարքյան, ոչ մի պահ չի եղել Ղարաբաղի հարցը կարգավորելու մասին։ Ղարաբաղի հարցի բանակցային ամբողջ գործընթացը եղել է Հայաստանի, շուտ առումով այո, նաև Ադրբեջանին թակարդի մեջ պահելու մասին։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ Արցախի անկումից հետո Փաշինյանը առաջ քաշեց իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որի առանցքում Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված տարածքն է, որի հատվածները շարունակում են մնալ ադրբեջանական բռնազավթման տակ։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքն է, եւ այս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք։ Եվ երբ որ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ էլ պետություն։ Իսկ հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ որ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Մեր սահմանադրությունը պարունակի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, բայց գիտեք, չկան տարածքային պահանջներ։ Չունենք տարածքային պահանջներ մենք։ Եվ մենք պատրաստ ենք դա ապացուցել։ Եվ ակնհայտ է դա։ Նիկոլ Փաշինյանը պայքար սկսեց բոլոր այն խորհրդանիշների դեմ, որոնք չէին տեղավորվում իր առաջ քաշած իրական Հայաստանի մեջ։ Նրա աշխատասենյակի պատին հայտնվեց քառագագաթ Արագածի պատկերը,
Հայաստան մուտքի դրոշմակնիկներից անհետացավ Արարատ լեռը, ավելի ուշ Արարատը դուրս մնաց նաև Խորվիրապի ավանդական համայնապատկերից։ 2026-ի ապրիլի վերջին ներկայացված նոր անձնագրերի էջերի նկարազարդումներում Փաշինյանն ու նրա ենթականները վերաձևակերպեցին նաև հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ մոտեցումը, ակնարկելով զոհի մեղավորության մասին։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Դրանից 5 տարի առաջ Փաշինյանն այդ հարցի բոլորովին այլ պատասխան ուներ, երբ հղում էր 2021-ի իր ապրիլ 24-յան ուղերձը։ Ովքեր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները։ Ովքեր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է. Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը թուրքիզմի եւ պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ եւ ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության եւ ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Իրական Հայաստանի ցեղասպանության եւ Արցախի խնդրի վերաբերյալ մոտեցման փոփոխությունների եւս մեկ արտահայտություն էր Փաշինյանի ցուցումով հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնակությունը։ Գզոյանը փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեդի Վենսի ծիծեռնակաբերդ այցի ժամանակ հանդգնել էր նրան Արցախի մասին գիրք նվիրել։ Երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ է նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Kalıcı barışın tesisi yolunda hem İlham Aliyev kardeşimin attığı cesur adımları hem de Sayın Paşinyan'ın ortaya koyduğu kararlı iradeyi son derece kıymetli bulduğumu özellikle ifade etmek istiyorum. 2026 Zahid İnsan Kardeşliği ödüllerinin Հայաստանի Հանրապետությունը անդամագրվեց ԵՏՄ-ին եւ արյուն է ծորում։ Ասել եմ արդեն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ռևեսներ չպետք է լինեն եւ այսօր ես վերահաստատում եմ այդ դիրքորոշումը։ Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Թեև Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ որևէ ռևերս չի լինելու, հետագա տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նկատելի փոփոխություններ եղան, հատկապես Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի հարցում երկակի էր։ Նա ամբողջապես աջակցում էր Հայաստանի ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամակցությանը։ Անգամ հումանիտար զորախումբ ուղարկեց Սիրիա, որը ծառայելու էր ռուսական հրամանատարության ներքո։ Հայաստանը Ռուսաստանին շարունակեց դիտարկել որպես անվտանգության գլխավոր գործընկեր եւ խորացրեց ռազմատեխնիկական համագործակցությունը։ Ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող Su-30 SM մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ։ Սպառազինության ամենաակնառու ձեռքբերումը ռուսական Su-35 կործանիչի գնումն էր, որը թեկուզ առանց հրթիռների, բայց 2020-ի պատերազմից առաջ դարձավ քաղաքական PR-ի մաս։ Ռուսաստանի հետ խորացող գործընկերությանը զուգահեռ Փաշինյանի իշխանությունը հետապնդումներ սկսեց նաև որոշ ռուսամետ գործիչների դեմ։ Կարող
Խաչատուրին չեք կարծում ինչպես կավարտվի։ Ամենախնդրահարույցը 2018-ի աշնանը ՀԱԲ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունն էր մարտի 1-ի գործով, որին նախորդել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ 2020-ի պարտությունից հետո, երբ փլուզվեց տասնամյակների անվտանգության ճարտարապետությունը, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից աննախադեպ մեծացավ, քաղաքականությունը առավել միակողմանի դարձավ։ 2022-ի Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո Փաշինյանը շրջադարձ կատարեց եւ սկսեց բազմազանեցնել արտաքին հարաբերություններն ու սպառազինության ներկրումները։ Եվրամիության հետ խորացող քաղաքական կապերին զուգահեռ Հնդկաստանը դարձավ Հայաստանի սպառազինության կարևոր մատակարար։ Ավելի ուշ Հայաստանն առաջին անգամ առանցքային սպառազինություն Ցեզար հրետանային համակարգեր գնեց Ֆրանսիայից, ՆԱՏՕ-ի անդամ երկրից։ 2023-ի հոկտեմբերին Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, Ռուսաստանի նախագահի ձերբակալման օրդեր տված միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը։ Երևանի որոշումը Մոսկվան որակեց ոչ բարեկամական քայլ։ Կառավարությունը ուղարկել է ազգային ժողով Հռոմի ստատուտը եւ Հռոմի ստատուտը վավերացվելու է իմ դիրքորոշմամբ եւ մեր խորհրդարանական գործընկերների աջակցությամբ լիարժեք եւ դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ 2024-ին Հայաստանը պահանջեց, որ ռուս սահմանապահները դուրս գան Զվարթնոց օդանավակայանից, այնտեղ ավելի քան 30-ամյա ներկայությունից հետո։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների աջակցությամբ Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությունը մասնավորապես Զվարթնոց օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն եւ հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի Զվարթնոց օդանավակայանում սահմանապահ հսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության։ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերություններում անախորժությունները սակայն ուղեկցվում էին երկու երկրների միջև բազմապատկված ապրանքաշրջանառությամբ, պայմանավորված Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներով։ 2022-ի հոկտեմբերից Փաշինյանի կառավարությունը Եվրամիության հետ հարաբերությունները նոր հարթություն բերեց։ 2023-ի փետրվարին արդեն հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով տեղակայվեցին եվրոպացի դիտորդներ, հարուցելով թե Բաքվի, թե Մոսկվայի դժգոհությունը, հետագայում առաքելությունը ընդլայնվեց։ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների անկյունակարային փաստաթուղթը շարունակում է մնալ 2017-ին նախորդ կառավարության կողմից ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (SEPA-ն)։ Thank you. Եվրամիության հետ Փաշինյանի կառավարության օրակարգային հարցերից մեկը դարձավ վիզաների ազատականացումը։ 2025-ին ներկայացվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, իսկ 2025-ի մարտին ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Փաշինյանի կառավարության Եվրամիության հետ հարաբերությունների խորացման բարձրակետը Երևանում մայիսի 4-ին գումարված Եվրոպական քաղաքական համայնքների գագաթնաժողովն էր, որին հետևեց Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը եւ Ֆրանսիայի նախագահի պետական այցը։ Փաշինյանի կառավարության դեպի արևմուտք քաղաքական ուղղության փոփոխությունը դրսևորվեց նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ 2024-ի Միացյալ Նահանգները Հայաստանը հանեց այն երկրների ցանկից, որոնց նկատմամբ սահմանափակումներ էր կիրառում քաղաքացիական միջուկային համագործակցության եւ որոշ միջուկային տեխնոլոգիաների արտահանման մասով։ 2025-ի հունվարին Հայաստանը Բայդենի հեռացող վարչակազմի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Արդեն օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր։ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին նաեւ համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու նրա էսկլավ Նախիջևանի միջև ճանապարհի անցկացում ամերիկյան ներգրավվածությամբ եւ Հայաստանի ինքնիշխանության հարգմամբ։ Այսօր խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ պաշտոնապես արդեն գրավոր կերպով կողմերը արձանագրել են, որ այդ փաստաթուղթը իրենց համար ընդունելի է եւ ըստ էության այլևս անփոփոխելի։ Եվ հիմա մենք պետք է աշխատենք արդեն հաջորդ փուլի վրա։
Ուշագրավ է, որ Փաշինյանի կառավարությունը հետ կանգնեց 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ ճանապարհի տրամադրումից, երբ դեռ կար Արցախը, եւ գնում է այդ ճանապարհը տրամադրելուն արդեն առանց Արցախի։ Փաշինյանը եւ նրա թիմակիցները նախաստորագրված պայմանագիրը սկսեցին ներկայացնել որպես հաստատված խաղաղություն եւ իրենց հռչակած խաղաղության խաչմերուկ ծրագրի իրականացման մաս։ Բաքուն սակայն շարունակում է նախապայմաններ առաջ քաշել Հայաստանին, այդ թվում սահմանադրության փոփոխության պահանջը, թեև մի քանի անգամ իր տարածքը բացեց դեպի Հայաստան ապրանքների մատակարարումների համար ու նաեւ վրացական երկաթգծով վառելիք մատակարարեց Հայաստանին։ Անկարան իր հերթին չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ ստորագրված չէ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայցակարգը ворթեգրելուց հետո հնարավոր դարձավ խաղաղությունը։ Հակառակ դեպքում Ղարաբաղյան շարժումը եւ խաղաղությունը հասկանում եք անհամատեղելի են։ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ կոռուպցիան արմատախիլ անելու, դատաիրավական համակարգի եւ պետական կառավարման ոլորտների բարեփոխումների կարգախոսներով։ Համակարգային կոռուպցիան իսկապես լուրջ հարված ստացավ, բացվեցին տնտեսական ազատությունները։ Փաշինյանի կառավարությունը ստեղծեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ 2020-ին Հայաստանը Transparency International-ի կոռուպցիայի ընկալման համաթվում 2017-ի 107-րդ տեղից բարձրացել էր 60-րդ հորիզոնական, որից հետո ունեցավ որոշակի նահանջ։ 2020-ին ընդունվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, այս գործով անցնում են բազմաթիվ նախկին պաշտոնյաներ։ Ուշագրավ էր Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կողմից Սաղկաձորի Golden Palace հյուրանոցի կամավոր վերադարձը պետությանը։ Ապօրինի ծագման գույքի գործերին առնչվող բազմաթիվ դատավարություններ են ընթանում նախկին պաշտոնյաներ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի եւ այլոց վերաբերյալ։ Գլխավոր դատախազը 2026-ի ապրիլին հայտարարեց, որ միայն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում պետության օգտին բռնագանձվել է շուրջ 15 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոց։ Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը սակայն համակարգային չդարձավ։ Ոչինչ օրինակ չպահանջվեց Փաշինյանի զինակից գործարար падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի 1994-ին Երևանի սրտում Աբովյան Արամի փողոցների խաչմերուկում ընդամենը մոտ $6,000 սեփականաշնորհած պատմական շենքին, այսօրվա Սիլ Պլազային։ Իդեպ Սուքիասյանների այս գույքը սեփականաշնորհել թույլատրել էր Երևանի այն ժամանակվա քաղաքապետ, այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Առողջապահության նախարարությունում COVID-ի համավարակի ժամանակ հայտնաբերված խոշոր չարաշահումների համար կալանավորվեց, ապա ազատ արձակվեց մի փոխնախարար։ Նախարար ՔՊԱ-կան Արսեն Թորոսյանը հարձակվեց որպես վկա։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ քաղաքացիական պայմանագրի շատ ֆինանսավորողներ տեղյակ չեն եղել իշխող ուժին իրենց արած նվիրատվությունների մասին։ Ինչ որ դուք ասում եք կամ ուրիշ ինչ որ ասում է բացառապես այն պատճառով, որ մենք օրենսդրությունն այդ թվում կուսակցությունների մասին այնքան ենք բարեփոխել, այնքան ենք փոխել, այնքան ենք թափանցիկ դարձել, ընդդիմադիր լրագրող կամ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը հուրել դառնալ, չէր կարող այդ ամեն ինչը անել։ Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ամենամեծ խարանը դարձավ ԱՆԻՖ-ը, 2019-ին ստեղծված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, այն ժամանակվա փոխվարչապետ։ ԱՆԻՖ-ը 2024-ին լուծարվեց արդյունավետության եւ ձախողված ծրագրերի շուրջ քննադատությունների ֆոնին։ Պետությունը հիմնադրամում ներդրել էր 4.19 միլիարդ դրամ։ 2023-ի դեկտեմբերին հարուցվեց քրեական գործ փողերի լվացման եւ լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Ոնց եմ գնահատում եմ ձախողում, գնահատում եմ խայտառակություն, գնահատում եմ շատ վատ։
Տարբեր սխեմաններով տասնյակ միլիոնավոր դոլարներ փոշիացրած հիմնադրամի ամոթն ու խայտառակությունը այդպես էլ իրավական որևէ լուրջ հետևանք չունեցավ։ Անիֆի գործով Տիգրան Ավինյանը մեղադրյալ չէ, գործով կալանավորված անձ չկա։ 2025-ի մեղադրանքներ էին առաջադրվել հիմնադրամի եւ դրա դուստր ընկերության նախկին տնօրեններին։ Ու թեև Անիֆի գործով կալանավորվածներ չկան, Փաշինյանի կառավարման օրոք կալանքը դարձավ ընդդիմախոսների դեմ ամենահաճախ կիրառվող գործիքներից մեկը։ Ուշագրավ է, որ Փաշինյանի կառավարությունը չչեղարկեց դեռ 2017-ին նախագահի, վարչապետի եւ ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը գաղտնի դարձնելու որոշումը, ինչը լրագրողներին թույլ չի տալիս իմանալ հնարավոր չարաշահումների մասին։ Մեզ միայն մնում է հետևել օրինակ Վահագն Խաչատուրյանի էկզոտիկ ճամփորդություններին հարավային Ամերիկայից մինչև Իսպանիա ու Կատար, մինչդեռ անկատար է մնում այդ ծախսերը բացելու Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի առաջարկը։ 2018-ից հետո գրեթե վերացավ բացահայտ ընտրակաշառքի արձեռն փոխբաժանելու համակարգը։ Զանգվածային ընտրակեղծիքներ ու լուծումների դեպքեր վերջին տարիներին չեն արձանագրվել, սակայն ընտրությունից ընտրություն իշխանությունները սկսեցին ավելի շատ օգտագործել վարչական լծակները։ 2021-ից հետո համայնքային մի շարք ընտրությունների վերջնարդյունքը փոխվեց հօգուտ իշխող կուսակցության վարչական եւ իրավապահ լծակների գործադրմամբ Վանաձոր, Բերդ, Ախուրյան, Ալավերդի, Թալին եւ այլ համայնքներում։ Գյումրիում ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց կաշառակերության մեղադրանքով։ Փաշինյանի կառավարման տարիների ամենանշանակալի բարեփոխումներից էր առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը 2026-ի հունվարին։ Պարոն Հայաստանի Հանրապետության վարչապետ, բարեկային ծառայության Մյուսը ոստիկանության բարեկային ծառայության ներդրումն էր 2021-ին։ Վաղը 8:30-ից արգելափակվում են հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը, այսինքն ոչ ոք ներս չի մտնում։ 2018-ից Փաշինյանի եւ դատական համակարգի հարաբերությունները դարձան Հայաստանի ներքաղաքական ամենասուր թեմաներից մեկը։ Դատարանների շրջափակման կոչ, Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Հրայր Թովմասյանի դեմ պայքար, Բարձրագույն դատական խորհրդի շուրջ զարգացումներ։ Դատաիրավական բարեփոխումների խոստումներով իշխանության եկած Փաշինյանը զայրացավ, երբ 2019-ի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրեց կալանքից ազատ արձակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հանկարծ այնպես չստացվի, որ մենք նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանությունից կախված դատական համակարգով։ Ես պետք է այնպեսի դատական համակարգ, որի կայացված որոշումները ոչ վարչապետը, ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն, ասեն դատանը որոշել է։ Բարձրագույն դատական խորհուրդն էլ զերծ չմնաց սկանդալներից։ 2019-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պաշտոնից հեռացվեց եւ կալանավորվեց 2022-ի հոկտեմբերին կառույցի նախագահ դարձավ Կարեն Անդրասյանը։ 2021-ին, երբ Անդրասյանը դեռ արդարադատության նախարարն էր, իր աշխատասենյակում կախել էր Նիկոլ Փաշինյանի դիմանկարը։ Խորհրդանիշ է եւ այո, նաեւ լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայելով լուսանկարին հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ։ Առաջնորդի նկարի հանդեպ այսպիսի ակնածանքով էլ Անդրասյանը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, բայց նկարն իր հետ նոր աշխատասենյակ չտարավ։ Անդրասյանը 2024-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից, վարչապետից SMS ստանալուց հետո։ 2019-ին սկսվեց ճգնաժամ Սահմանադրական դատարանի շուրջ։ Սերժ Սարգսյանի համար սահմանադրություն մշակած եւ այնուհետ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին եկած նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի եւ Նիկոլ Փաշինյանի ջրերը նույն առվով չհոսեցին։ Հրայր Թովմասյանը գործողվում է Սահմանադրական դատարան եւ նշանակում է նախագահ, որպեսզի լինի այս ստահոդ պետության ինչպես միջազգային տերմինաբանությամբ է ընդունված ասել, ոչ դոգը։ Ճգնաժամը ներսից խորացրեց նաև 2019-ի Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, որը հայտարարեց, թե նոր սահմանադրությամբ դատարանում ինքը փաստացի միակ դատավորն է, բառախաղ անելով հին եւ նոր սահմանադրությունների, Սահմանադրական դատարանի անդամ եւ Սահմանադրական դատարանի դատավոր ձևակերպումների միջև։
Իշխանության նախաձեռնած գործընթացի արդյունքում Թովմասյանը 2020-ին վաղաժամ զրկվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից։ Փաշինյանը պնդում էր, որ դատական համակարգը պետք է իշխանությունից կախված չլինի։ Սակայն 2026-ի մարտին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի ԿՊԱ-կան մեծամասնության կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Վարդանյանը իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամենաակտիվ անդամներից էր եւ դատավոր նշանակվելուց ընդամենը օրեր առաջ էր դադարեցրել կուսակցական անդամակցությունը։ Դատաիրավական ոլորտի ամենացցուն դրվագներից մեկը հղի կնոջ Սոնա Մնացականյանի ողբերգական մահն էր վարչապետի Ավտոշարասյան կողմից։ Փաշինյանի Ավտոշարասյունը կնոջը վրաերթի ենթարկելուց հետո կանգ չառավ, իսկ միակ մեղադրյալը ազատության մեջ է։ Իմ շարասյունը չի Հայաստանի Հանրապետության վարչապետի կոպիտ ասած ավտոբուսն է։ Իրավապահներն ահազանգում են, որ Հայաստանում բազմաթիվ դատական գործեր կարող են տարիներով քննվել, մինչդեռ քաղաքական մեծ հնչեղություն ունեցող գործերը քննվում են աննախադեպ արագ, հատկապես եկեղեցու ներկայացուցիչների հետ կապված գործերը։ Դեռ 2018-ին հայ առաքելական եկեղեցու շուրջ նկատելի էր լարվածություն։ Հունիսին սկիզբ առավ մի խումբ կարգալույց քահանաների Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժումը, որը պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը։ Մենք պահանջում ենք, որ վեհապարը ապաշխարի։ Շարժումը արագ մարեց, երբ Փաշինյանը հայտարարեց, որ տեղի ունեցողը ներեկեղեցական խնդիր է, եւ եկեղեցին պետք է ինքնուրույն լուծի այն, այնուհետ եկեղեցու եւ կառավարության հարաբերությունները նորմալացան։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո եկեղեցին այն կառույցների թվում էր, որ պահանջեց Փաշինյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրություններ։ 2024-ին իշխանություն եկեղեցի հակասությունը նոր փուլ մտավ Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի ժամանակ։ Սահմանազատման գործընթացն ուղեկցվում էր բողոքի ցույցերով։ Բնակիչները բարձրաձայնում էին անվտանգության խնդիրների մասին։ Իշխանությունը պնդում էր հակառակը։ Ձևավորվեց շարժում Տավուշը հանուն հայրենիքի, որը գլխավորում էր հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Մայիսի 9-ին ցուցարարները Տավուշի Կիրանց գյուղից հասան Երևան, արդեն քաղաքական պահանջներով։ Նիկոլ Փաշինյան, մենք ժամանակ ունենք հրաժարական ներկայացնելու։ Շարժումը ստացավ Սրբազան պայքար անունը։ Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ շարժման մասնակիցների եւ ոստիկանների միջև բախումներում ոստիկանությունը հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հետագայում շարժումը սկսեց մարել։ Այժմ Բագրատ arczepiskopos Գալստանյանը մեղադրյալի աթոռին է։ Մեղադրանքի համաձայն Սրբազան պայքար շարժման մասնակիցները ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ։ Եկեղեցու հետ հարաբերությունների ամենասուր փուլը սկսվեց 2025-ի հունիսին։ Պատրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն ու նրա կուսակիցները Գարեգին II-ին սկսեցին մեղադրել կուսակրոնության ուխտը խախտելու մեջ եւ նրան սկսեցին դիմել Ավազանի անունով Կտրիչ Ներսիսյան։ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Վարչապետը պնդեց, որ պետությունը պետք է որոշիչ դեր ունենա կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում։ Փաշինյանին չէր մտահոգում Սահմանադրության 17-րդ հոդվածը, որը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը եւ անջատ լինելը պետությունից։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Գործարար միլիարդատեր Սամվել Կարապետյանի այս հայտարարությունը նոր ցնցում առաջացրեց Փաշինյանի ու եկեղեցու հարաբերություններում։ Նույն օրը Facebook-ում Փաշինյանի գրառումներին զուգահեռ իրավապահները խուզարկություններ սկսեցին Կարապետյանի Երևանյան առանձնատանը։ Նա բերման ենթարկվեց, ապա կալանավորվեց իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի մեղադրանքով։
Փաշինյանը արշավ սկսեց Կարապետյանին պատկանող ձեռնարկությունների դեմ, սկսեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետականացնելու գործընթացը։ Զուգահեռ բարձրաստիճան բազմաթիվ հոգևորականներ ենթարկվեցին քրեական հետապնդումների, այդ թվում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանը, Արագածոտնի թեմի 6 հոգևորական եւ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, թիրախում հայտնվեց նաեւ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Եկեղեցու անունից հանդես գալու եւ ես ասել եմ ձեր նշած անձի ոչ մի որոշում չի ճանաչվելու Հայաստանի Հանրապետության կողմից։ Ոչ մի։ Տիրադավը ձեր տեր եւ փրկիչ Կտրիչ Ներսիսյանն է։ 2025-ի նոյեմբերին հակամարտությունը նոր երանգ ստացավ։ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում 13 եպիսկոպոս հայտարարություն ստորագրեցին, պահանջելով եկեղեցի մաքրել Գարեգին II-ից եւ նրա կողմնակիցներից։ Փաշինյանը սկսեց մասնակցել այն պատարակներին, որտեղ կաթողիկոսի անունը չէր հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Փետրվարին քրեական հետապնդում հարուցվեց Գարեգին II-ի նկատմամբ, արգելվեց նրա ելքը երկրից։ Կաթողիկոսի հեռացումը տեղ գտավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում։ Եվ այո, նրանք մեզ կներեն։ Մի ամիս, 2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Բաքվում հայ գերիների հարցը 5 տարի անց այլևս Փաշինյանի նախընտրական օրակարգի մաս չէ։ Ուրախ ավտոբուսը շարժվում է դեպի Սյունիքի մարզ։ Հունիսի 7-ի ընտրություններին նա գնում է իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, որում այլևս չկա Արցախը, Հայաստանի ինքնիշխան 240 կիլոմետր տարածքը, իսկ Արարատն ու ազգային շատ խորհրդանիշներ չեն տեղավորվում նոր գաղափարախոսության մեջ։ Փոխարենը Փաշինյանը խոստանում է խաղաղություն, որը դարձել է 2026-ի նախընտրական գլխավոր խոսույթը։ Խաղաղություն, որի բանաձևն է ընտրեք ինձ կամ կլինի պատերազմ։